Բարև ձեզ, ես սրտաբան Արմեն Շահբազյանն եմ։ Այսօր կխոսենք զարկերակային հիպերտենզիայի մասին։ Զարկերակային հիպերտենզիան համարվում է ամենատարածված քրոնիկ հիվանդություններից մեկը եւ այն հանդիսանում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հիմնական ռիսկի գործոններից։ Այն երկար ժամանակ կարող է ընթանալ առանց ախտանիշների, բայց միաժամանակ առաջացնել լուրջ բարդություններ։ Հիպերտենզիայի դեպքում զարկերակային ճնշումը մշտապես բարձր է, ինչի հետևանքով վնասվում է անոթի պատի ներքին շերտը, արագանում է աթերոսկլերոզի զարգացումը եւ խանգարվում է արյան նորմալ շրջանառությունը։ Սրտի իշեմիկ հիվանդությունը զարգանում է, երբ սրտամկանը բավարար քանակությամբ թթվածին չի ստանում։ Հիպերտենզիայի ժամանակ ինչ է կատարվում։ Հիպերտենզիան նպաստում է կորոնար անոթների աթերոսկլերոզի արագացմանը, սրտամկանի հաստացմանը կամ հիպերտրոֆիային եւ սրտի ծանրաբեռնվածության ավելացմանը։ Արդյունքում բարձրանում է ստենոկարդիաների եւ սրտամկանի ինֆարկտների ռիսկը։ Զարկերակային հիպերտենզիան ինսուլտի ամենակարևոր ռիսկի գործոնն է։ Այն կարող է բերել ուղեղի անոթների նեղացման կամ փակման, առաջացնելով իշեմիկ ինսուլտ եւ անոթների պատռման ու արյունահոսության առաջացնելով հեմորագիկ ինսուլտ։ Զարկերակային հիպերտենզիայի զարգացմանը նպաստում են մի շարք գործոններ, ինչպիսիք են աղի եւ ճարպերի ավել օգտագործումը, ավել քաշը եւ ֆիզիկական պասիվությունը, ծխախոտը եւ ալկոհոլը, ստրեսը եւ ժառանգականությունը։ Հիպերտենզիան վերահսկելի հիվանդություն է։ Այն կարելի է վերահսկել կենսակերպի փոփոխությամբ, օրինակ աղի սահմանափակմամբ, առողջ ծննդով, կանոնավոր ֆիզիկական ակտիվությամբ եւ քաշի վերահսկմամբ եւ դեղորայքային բուժմամբ կարելի է վերահսկել ըստ բժշկի նշանակման։ Զարկերակային հիպերտենզիան ոչ միայն թիվ է տոնոմետրի վրա, այլև լուրջ վտանգ սրտի եւ ուղեղի համար։ Ժամանակին հայտնաբերումը եւ ճիշտ վերահսկողությունը կարող են կանխել ինֆարկտներն ու ինսուլտները եւ պահպանել կյանքի որակը։